Բոլորին բայլուս, ես անավոտ կշերով։ Արա, հարություն մը գրչան, հլը հարի։ Ես կշելով բդի խոսամ էլի դեղ եմ էտը։ Լսիլ այ բոզիտոր 25 պլուս։ Բարիս ամենաուղիղ իմաստով բոզիտոր։ Դու գենետիկայով պապուտ ես քաշարա, հա? Այ Հիտլեր բլեդ։ Գետ որ գնացեք կանգնել ես իմ քաղաքում, մեր բոլորի սուրբ էջմիածնում, ու ասում ես, սենց պտի անեմ, անենց պտի անեմ։ Արա այ բարոյական օրեկտերից զուրգի թոր, այ բոզի թոր, դու մի հատ հլե էջմիածնեցիներին պատմի, պապը տովը էլի, արա։ Են էջմիածնեցիներին ովքեր չեն ճանաչում, քեզ ու պապուտ։ Պատմի մի հատ, բայց շատերը ճանաչում են, չէ պապուտ, որ դեր կոմունիստների ժամանակից բոզը էլ է, քո հալալ պապը, Հարութին, են Նիկոլը ոնց էր ասեմ, սերձեշնի պրիվետ at Հարութինա Զիմզիմովա, քո պապը Հարություն մը կրչան, են որ կայնել ես էջմիածնում, ասում ես մանվելի կաֆեն պտի քանդել, տամ սենց պտի անեմ, նենց պտի անեմ, են որ տղա էլ ամիշս էլ եմ, այ բոզի թոր, պապըտ մի ավտո ավազի հիմար, մարդա բրնել տվե, պագել տվե, կոմունիստների վաղթ Հարություն մը կրչանի պապը, հստակ ինֆոյա, ով կուզի թո ճշտի, հստակ բան եմ ասում, ով ինչ որդես սարքել է Հարություն Մկրչյանի պապը, կլաուզնիկություն անելով բռնել ատվե այդ մարդկանց։ Հմի դու եկել ես իմ քաղաքում, էջմիածնում ասում ես, ես պտի դառնամ քաղաքապետ, երեք ասել եմ, մի հատ էլ այսօր կասեմ, ու Արամ Զավենի Սարգսյանը, ում աղբեր Վազգենը մանվել է տեղել է խոսքի շատ լավ հարաբերությունների մեջ, մալի պես կայնած գլուխը կախ լսում է ոնց է մի հատ բոզիթոր, բարիս ամենաուղիղ իմաստով բոզիթոր, կլաուզնիկ բոզիթոր կայնեմ վիոբովը ծալեմ էջմիածնում, հարը, էդքան աճել ես, կաստում շլվար ես հակե մտածում ես ինչ-որ մաքրվավ, հանես լողցար անցավ, մեր ձևող հաղթելու ենք, Վենետիկ ենք, Վենեցիա ենք սարքելու, Վենետիկ ենք սարքելու, այ Վենետիկյան պորնիկի թոր, այ բոզի թոր, ձեր գենետիկայի մեջ այդ բոզություն, արա, երեկոս լսում եմ այդ պատմությունը խելրում եմ, ասում եմ լավ, արա մեր երկրում այդքան բոզ չկար վաղտին, այսքան բոզի տղա որտից է ծնվել, վարչապետատ գաղութի բոզ, դու պապական գեներով եկած բոզ գործտվող կլաուզնիկ, ինչ եք ուզում արա այդ մի բուր երկրից, ու քո նման բոզը արա, այ բոզ, կրկնում եմ բոզ, պապըտ բոզ էլ է, դու բոզ ես, ոչ թե պապըտ բոզ էլ է, դրա համար ես դու բոզ, դու էլ քո պայ բոզ ես, գենետիկան իրան ասում է, եկեք կայնելա, Հայաստանի Հանրապետության և համայն հայության հոգևոր կենտրոնը էջմիածնում, տաղավարներում իմ հոգևորականներին ասում է սրբապիղծ, որպես բոզի թոր, և ասում է էջմիածնում ես պտի վերընտրվեմ, տո դու խերրս կերել ես քոքից, վերընտրվես դու էջմիածնում, բայն կողիտ են Սերգոյանա Սերգոյան, թելաշով գյոթը, Եվրոպաներում ծվարած թելաշով գյոթը, արա, այդ թելաշով խերծացող, բարիս ամենաուղիղ իմաստով խերծացող, էդ որ 18 թվին եք է Նիկոլը իր պաշպանեմ, 21 թվին եք է Նիկոլի գովն էր անում, բա մնայր աբրեիր Հայաստանում, չի պախար Եվրոպա էլի, հե? Արատս լավ հայրենասերտ տղեք եք, որ ընտրությունից ընտրություն եք գալիվան, Հայաստան, սրա ես պորնիկի գովքն անելու համար, բա մնացեք աբրեք Հայաստանում, եկել եք, գովում եք ինչ-որ մեկին, ուղեղից թոպալ բոզեր, բա մնացեք աբրեք,
Ես էլ ասեմ արա լավ էլի, ասենք ես ոչ մի մառալնի իրավունք չունեմ այս մարդկանց կպնելու, չնայած ես ում կպնում եմ, հիմնավոր եմ կպնում։ Ում կպնում եմ։ Երեք Facebook-յան ընկերներիցս մեկը խոսում է Արամ Զավենի Սարգսյանի մասին ու խոսում է Գրդոնչի Բոզիթոր Հարություն Մկրտչյանի մասին, ես իմ կոմենտը գրել եմ իմ ընկերներից մեկի էջում։ Իմ ընկերներից մեկը սիլացել եմ նրա վրա, հղում էր անում նրա վրա, որ Արամը միգուցե չի լսե այդ պահը։ Արամը լավ էլ կողը կայնած լսում էր, ընկեր ջան։ Լավ էլ լսում էր կողը։ Էլ եմ ասում, արա PR-ի համար, չգիտեմ, պաշտոնի համար դուք պատրաստ եք ձեր տնեցիկին հրամցնեք, ասեք, ինչ ուզում եք արեք իրանց հետ, բայց ինձի պաշտոն տվեք։ Հարություն Մկրտչյան դրա համար է խոսելա ոճդ նմանվեն Նիկոլին, արա, հա? Նիկոլի պես ես պորճի պես, որ Գյորգին ավատելելով խոսում ես։ Սենց եմ անել ունեց եմ, տո Հիտլեր բոզի տղա, դու Հիտլերն ես ով ես, այ խորոպ, այ ծայր։ Կրկնում եմ բարիս ամենաուղիղ իմաստով քո պապը բոզը էլ է։ Մի ավտոավազի հիմար մարդա բռնել տվե։ Կասես սուտա դե հերքի այդքանը։ Բա բոզի թորը ինչ իրավունք ունի Էջմիածնում ընտրությունների մասնակցի առավել եւս քաղաքապետ ընտրվի։ Էլա շելացս քոքից կերել ես։ Հասկացար։ Դաժե եթե ընտրվես։ Դաժե եթե կողիդ կայնած մալն ասի Պուտինն է մեղավոր։ Կերել ես քոքից։ Ու այդքանը պետք է հասկանան, վերլուծեն ու իրանց ընտրությունն անեն էջմիածնեցիները։ Եվ բնիկ, եւ նոր մատաղ սերունդը, հա, են ջահել սերունդը, որ բոզի թորանը ու իր էության բոզին քվե չտան։ Պուտինն է մեղավոր։ Արա դու այնքան չատլախազավր ես, այսեն զաուշնիկ ու այդ խոսալով ասեմ, էլի, հա, դու այնքան ուղեղից թոփալ, ուղեղից, չգիտեմ, էլի, սենց հիվանդ անձնավորություն ես, որ դու քո մի եթերի ժամանակ ասում ես մենք բոլորս պիտի մերժենք Ռոբա Սերժան Նիկոլական կլանին, քո բարերն է այ տղա էլ ասում եմ, քնձեղ Նիկոլ դվա, քո մի եթերում կրկնում եմ ասում ես մենք պիտի մերժենք Ռոբա Սերժան Նիկոլական կլանին, բայց որի հիմար վազմուշացակեղին մեր Պարոփաշյանի բլոգերա պուպուլիկներ, բայց դու քո մյուս խոսույթի մեջ, որը ասում ես մեկ այլ տաղավարում, ասում ես այո մենք պիտի ընտրվենք և պետք եղած տեղը պետք է համագործակցենք ներկա իշխանահամակարգի հետ, ոնց հալլեմ տենց, համ նալին ես խփեմ համ մեխին, էդի ոնց որ ասես հոպար ջան, շատ եմ ուզում ասեմ դու գյոթվերան մարդ ես, բայց տարիքիցն եմ ամանչում, սխալ եմ բացադրեմ, սխալ եմ ասում, սխալ եմ հասկանում իրականությունը, բա հելի մի հատ քո խոսույթը բացադրի, դու հել եմ ասում ես մենք չպիտի թողենք, որ Հայաստանում մանավանդ Էջմիածնում վերարտադրվի քո խոսույթով Ռոբա Սերժան Նիկոլական կլանը։ Մյուս տաղավարում նստած ասում ես մենք պատրաստ ենք համագործակցել ներկա իշխանության հետ, որպեսզի Էջմիածինը ծաղկեցնենք և սարքենք Վենետիկ։ Այ Վենետիկյան պոռնիկի տղա, պոռնիկի թոր այսինքն։ Ու դու խոսում ես նոմուսից, պատվից, դու փորձում ես իմ հոգևորականներին, իմ, լավն են, վատն են, իմն են, եթե ես այսօր կայնեմ, էլի կրկնում եմ որերորդ անգամ, իլուր աշխարհի գոռան, որ իմ եկեղեցականները սրբապիղծ են, ոնց որ անում են քո նման ուղեղից թոփալ մի քանի աղբատենչեր։ Վաղը երբ որ ես գոռամ համայն աշխարհի դեմ ասեմ, արա ես առաջի քրիստոնյա ազգի ժողովրդի ներկայացուցիչն եմ։ Ընձի կասեն, արա դու չէիր ասում քո եկեղեցին ղեկավարում են սրբապիղծ հոգևորականները, ու ես այդտեղ բան չեմ ունենա ասելու։ Փաստացի, փաստը շպցնեն, կասեն հլենա, եսի քո խոսալը չի, բայց քո նմանները ու մի շարք այլ պոռնիկի նմանները PR-ի համար իրանց հարազատ մորն ու երեխուն էլ կծախեն, PR-ի համար, լայքի համար, այ խեռի դանգրադներ, Ընթերաշով գյոթը կողդ կայնած, Եվրոպաներում խեռա ծծեմ, բարիս ամենաուղի իմաստով գյոթը, 18 թվին Նիկոլ էր սատարեմ, 21 թվին Նիկոլի գովներ անեմ,
Ընտրությունը բրցնում է իձի նախույ, գնաց Եվրոպա։ Էթը գնաց ծծի թքի մեկի երեսին, վերջ։ Իրանց մոտ բանա համահունչ է էլի, զուգընկերոջ հետ։ Իրեք միլիոն օֆիցիալ բնակչություն ունի Հայաստանը, Չինաստանի բնակչության չափ բոզի տղա կա Հայաստանում։ Էս ինչ է կանեմ, արա։ Այդ երբ որ օրվանից եք հել է խոսեմ նամուսից, պատվից։ Որ օրվանից։ Կրկնում եմ պապետ, Հարութին Մկրտչյան, Հարութին։ Եվ որ տղայալամիշը սլնեմ Հիտլեր։ Փորդ էլ ենքան մեծա 9 ամսական հղի հետ կարգավիճակը, կոճակըտ հազիվ ես կոշք է կաստումի, այս շախմատի ձի։ Վերով էտ կանցնեմ խաբար չես լնի։ Գենետիկայով բոզ։ Հոգևորականները սրբապիղծ են, փիլոնի տակ թաքնվածները սրբապիղծ են, այդ փիլոնի տակ ներողություն, այդ փիլոնը հակած հոգևորականները, որոնց մի մասը միգուցե ունի սխալներ, հա, որը, չգիտեմ էլի, այն սխալը չի, որ այդ հոգևորականներից որևիցե մեկը Արցախը հանձն է, այն սխալը չի, որը կներեք, այն սխալը չի, որ հոգևորականներից որևիցե մեկը գնացել է Ադրբեջանի նախագահին ասել է կոֆե բերեմ խմես, այն չմոն, այն չոլի չակլախը, այս վաղն էլ է թվա հովանավան, վաղնա միսորնա, ես կանգնած եմ Տեր Արամի կողքին, խերրս է կանգնած համ քո կողքին, համ Տեր Արամի, կարակ տոնածառի պես ես կողը ֆրակ, զանգուլակների հետ էլ մատերով խաղակ, հմենին վեկալ, ճենջոտ գնելին, Մանվել Սարգսյան, հմենին, Ալինա Մախսուզյանին վեկալ, են գորդին, թե որ եկել էր հրապարակ վաղտին գորմեր Ղարաբաղցիները ու սենց գորդի դիմագծերով փախնում էր, ոնց որ ագարկի տրուսիկի մեջ չի քաքի կտորելներ, էդ չեք դուք արա, էդ փախնող տեսակըտ, էդ չեք դուք, ոնց որ դու փախար Հարութին Մոսկվայից, որ նույն հայերը իրանց խերը չտեղավորեն բերանիտ մեջ, ասեն դե մի հատ վայելի, դու այդ փախած գյոտ, եկե էջմիածնում կայն է տղայալամիշը սլը մի հոգել մալի պես կողըտ կայնած կեզ լսմա, հա, այնքը միշտ է լսմա, ինքը միշտ է լսողի դերումա, վաղը որ խոսքի օրինակ, ով ուզումա գա իշխանության, ինք էտ իշխանության գովքն անելու, ինքը նույն տրամաբանության փնովելու են Նիկոլին, ով գորրայեշ ինքն էլ վրի վեշ, էտա, Արամ Զավենի Սարգսյան, արա մի քիչ տղա էլի, մի քիչ գոնե մյուս աղբորդ նմանվի, չեմ ասեմ Վազգենին նմանվի, Վազգենը յուրահատուկ էր, Վազգենին կիլոմետրով հացուպանի ուտես չես կարա նմանվես, այդ շոֆերի շոֆեր, գենետիկայով բոզի թոր եք ասմա, ես էջմիածինը սարքելու եմ Վենետիկ, այ Վենետիկյան չատլախ, Ուլիցը Կրասնիվ Ֆոնարեի, ճոգում ես? Այդ որը դաս կայն է խոսում էր Մանվելի կաֆեի կողը, հա? Քանդելու է Մանվելի բարքերը չի կրկնվելու, թելով տրուսիկըտ կարող է սխմում էր որից ծակը, Հարութին, հե? Կարող է շատ զիքեր, մերկու ռազմերին ադու փոքր ես հակնեմ, կայնացած դիրքից եմ էլ է ասեմ, ոնց որ նու բագածու մեջի, նու բագածի էր, նու բագածու մեջի շախմատի ձինելն էիր, այ ագարկա զավար, Էջմիածինը ես ծաղկեսնելու եմ, մեկ դու ես ծաղկեսնելու Էջմիածինը, մեկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ծաղկեսնելու, բրոքեր բոզի տղեն ծախելով էդ մա, ծախելով, ում ինչա պետք, էժանով տամ, դարելա գյուղապետ, տնամերձ հողամասա բաժանում հարևան երկրներին, մի հատ մաղարիչով, դե կարեմ ես հելի հերքի ասա չէ, սութ ասում են քֆուր տվողը, բայց քֆուր ես արը լավըտ կքունեմ, կրկնում եմ քֆուր ես արը լավըտ կքունեմ, որտև ես երկրագունդը կլորա, մի օր դեմ արդեմ դու իմ հետ հանդիպելու ես, ու այդ վաղ տեղի ունենալու չգիտեմ, էլի կամասուտրեի ամենավերջին ճիչը, ինքնագովաց չի, քունած ունեմ սելկաճանջը օթի մեջ, խերս հանելու եմ կողեմ աշկտ, ու ասեմ դե քորցի, ու սենց ճամպետ մանգալով գնա, այ բոզի թոր,
Հելի հերքի։ Հելի հերքի ասա, չէ, իմ պապը բոշչել է։ Իմ պապը կոմունիստների վաղտ ինչ-որ մեկը, որ շինարարություն արե, բռնել չի տվե։ Մի ավտոավազի հիմար մարդ չի տարե փագել տվե։ Ու այդքանը պետք է հաշվի առան Էջմիածնի բնակչությունը։ Ընտրություն կատարելուց առաջ։ Էլ եմ ասում, մոռանում եք եւ 3 թվի մասին եւ 7։ 3-ը դա Հարութին Մկրտչյանն է, Բոզի թոռը։ Պուտինն է մեղավոր։ Արամ Զավենի Սարգսյանի կուսակցությունը։ Պուտինն է մեղավոր։ 7-ը դե գիտեք, դա մեր Պարով Փաշյանի կուսակցությունն է։ Ով որը ներկայացնում մի մարդ, ով սենց այս պահի դրությամբ խոռոփած ունի Էջմիածնի բնակիչների բոլոր խնդիրների վրա, մի 10 հոգի խփեվեր են, ասում ես քարոզարշավ եմ անում։ Մարդիկ կիլոմետրով հերթ են կայնում քաղաքապետարանի դեմը, որ այս թուղթ ու թամասը տան ասեն, այ ախպեր, մի հատ հարցի լուծում տուր։ Ասում իմ խեռի չի, ընտրաշավ եմ անում։ Ու խոսում է ազնվությունից, ու խոսում է ինչից, բարեկեցությունից, խոսում է վերին գաղափարներից, բայց ինքն ելնելով զոհված Արցախ ազատագրող մարդու որդի գնաց է պարկել է Նիկոլի տակը։ Մի մարդով պռահայում ասեց, ես դոմփած ունեմ ձեր թափած արունը, 1000 ներողություն այդ բառի համար։ Ես խոռոփած ունեմ ձեր կորցրած հերերի, հորողպեների, մարտական ընկերների վրա։ Դուք ով եք, որ ինձի բան ասեք, գնաց ստորագրեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Ու դրա տակ դուք պարկելով մտածում եք, դուք դառնում եք, ասենք, կամ ձեր հոր, ձեր չգիտեմ, ծնողի, հորողբոր, այդ շվակի տակ ապրելով, դուք մտածում եք, դուք դառնում եք հայրենասեր։ Նիկոլի տակ պարկելով, հա, ոնց ալնեմ։ Ոնց է տենց ալնեմ։ Քարոզարշավ անեմ, Արգիշտի Մեխակյանը, ասում է Էջմիածնիկին հմենին դոմփած ունեմ ես, ով գալում է իրա թղթերով, մղթերով, ասում է ճամփեմա տուն, անդե ասում են ընդունելություն գոյություն չունի, վաբշե, ոչ մարդ կա օֆիսում նստած, ոչ ընդունելություն կա, ես քարոզարշավ եմ անում, ազատություն, բարեկեցություն, ես իմ ինչ համերաշխություն, ինչ համերաշխության մասին ես խոսում, եթե ում տակ դու պարկել ես, իմ ու քո ազգը բաժանել է սև ու սպիտակի։ Հասկանում ես ինչ եմ ասում, Արգիշտի Մեխակյան, դու լավ էլ հասկանում ես։ Ոնց է չլինի, գոնե քո երջանկայի շատակ պապայի դաստիարակության ինչ որ մի մասը մնացել է քո կանգուղեղային կափարիչի մեջ։ Ու դուք այսօր խոսում եք, դուք մտնելով Նիկոլի տակ խոսում եք հայրենասիրությունից, վերջացել եք, ամոթ է։ Նամուսն ինչա գցում են շանդեմը չի ուտում, արա։ Այ տղա։ Մեկ դու կարաս հայրենասեր լինես, մեկ Վազգենի հետ ճամփացած Սասուն Միքայելյանը, ով աշկերը փագել, ասում է Նիկոլն ինչ ուզում է թողանի, զատո ժողովրդավարա, բայց ինքը համարվում է երկրապահի դիրեկտորը, օ Սասուն։ Ու երկրապահի տղեկը ինձ զարմանաց ինձ մի հատ զեն չեն անում։ Չեն ասում, այ ախպեր, էս ինչ ուզում անամ է մեր երկետ, ծվեն անամ, բաժնում աստե, ընդե։ Բա մենք Վազգենի հիմնած կառույցի այն մարտական ուղի անցած տղեկս վիրավորված, արուն տված։ Բա մեկ բողոք ենք, մեր կամքը արտահայտենք, ասենք Նիկոլ սխալ ես անում, Նիկոլ ճիշտ չես անում, Նիկոլ քեզ մի հատ ղեկավարի պես պահի, մի գնա կոֆե բերող տնողի կամ իձի նախույն իմիշայ այդ կարգավիճակով կային ինչ-որ մի հատ բոզի տղու դեմ, դու ղեկավար ես թե փալլաս, ամոթա մենք լուր կմնանք, հարգելի երկրապահի տղեկ ջան, դեսեք ջանով, բայց իմ նման ուղեղից թոփալին կմտնենք, կգրենք արադետ զենետ կդրի է արա, YouTube-ում, մեկ այլ հարթակում, լուրջ եք ասում, էլ եմ գրգրեմ, նամուսը կցում են շանդեմը, շունը չի ուտում, ընես որ մի փոքր փոխեք ձեր դիրքորոշումը երկրի, այն երկրի նկատմամբ, որի համար դուք մարտական ընկերներ եք կորցրել, աղբերներ եք կորցրել, ծնողներ եք կորցրել, արուն եք տվել։ Այդ պետք է լինի հայ դիրքորոշումը, ոչ թե ինչ-որ մի հատ քնձախ կապիտուլյանտ ձեզ ու մեզ բոլորիս օրակարգ թելադրի։ Երևի այսքանը։ Հարութին կհանդիպենք։ Բոզի թոր հեռու չթաս։